Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Աբրահամյան, կարծիք կա, որ ձեր բանավեճը, որը արդեն փաստորեն սենյակներից դռներից դուրս է եկել եւ քննարկումների առարկա, սա արդեն այսպես այդ գործընթացը հեղինակազրկելու գործընթաց է սկսվել եւ սա միայն գործող իշխանությանն է այսպես ձեռնտու, որը իդեպ իրենք էլ չեն թաքցնում, թե ինչպիսի լավ իրավիճակ է ընդդիմությունը իրենց համար ստեղծում, հա։ Դուք այդ կարծիքին չեք, որ այս ձեր բանավեճը, ես նույնիսկ կռիվներ կասեի, հա, արդեն հրապարակային դարձած իշխանությանն է ձեռնտու եւ դուք այսպես նրանց դիրքերն եք ավելացնում։ Դե անկեղծ ասած կան շրջանակներ, որոնք շահագրգիռ են, որպեսզի գործընթացը ամբողջությամբ կամ խեղաթյուրվի, կամ վարկաբեկվի։ Ավելին կան հրապարակային հնչող նաև տեսակետներ մարդկանցից, գործիչներից, որոնք առաջին հայացքից գոնե ընդդիմադիր դաշտում են դիրքավորված, ովքեր այս վերջին մի շաբաթ 10 օրվա ընթացքում անդադ խոսում էին այն մասին, որ փողոց դուրս գալը այս պահին սադրանք է, արկածախնդրություն է, դա Նիկոլ Փաշինյանի ֆլանն է եւ տարօրինակ ձևով փորձում են անդադ խոչընդոտել փողոցի գեներացումը, եւ այս տեսանկյունից այստեղ առաջ է քաշում այն հանգամանքը, որ պետք է մեծ առումով նստել, սպասել, թե 2026 թվականը մեզ ինչ է բերելու, բայց հիմա մենք ունենք բավականին խնդրահարույց իրադրություն, որ այս պահին գետնի վրա արտահայտված է, սկսած մայրաթորի դեմ հարձակումներով, վերջացած այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակով, երբ որ փաստաթղթի 17 դրույթներից 15-ը չի հանրայնացվի, դա ցանկացած պահի կարող է ստորագրվել, կա խնդրահարույց սահմանազատման հետ կապված գործընթացը եւ էլ չգիտենք թե գործող իշխանությունը ինչ նոր անակնկալներ է բերելու մեր հասարակությանը, եւ մենք այս իրավիճակում նստենք, սպասենք, որևէ քայլ չձեռնարկենք, որ փորձենք կանխել ոչ միայն իրադարձությունների ընթացքը, այլ իշխանության փոփոխության այդ process-ը պարզապես չեն կարող, որովհետեւ 26 թվականին զուտ նստել սպասելը մեզ կարող է բերել մի իրավիճակ, երբ որ այլևս որևէ բան անելու նպատակահարմարություն, նույնիսկ կամ անհրաժեշտություն էլ չլինի։ Վերջին խոսում են մասին, որ այն իշխանությունը, որ ձեռք է բարձրացնում մայրաթորի նկատմամբ, ովքեր հատում է անբարոյականության սահմանները այդ իր գործողություններում, դրանից ակնկալել ազատ մրցակցային ընտրություններ կամ հավասար դաշտ քաղաքական տարբեր ուժերի համար իրական արդյունքներ արձանագրելու պարզապես չեն կարող։ Իսկ այլ առաջարկ ուներ Հայաստան խմբակցությունը բացի այս impeachment-ի գործընթացից, որևէ կերպ օր առաջ կանխելու, հա, բացի սա։ Տեսնում եք նաև կներեք հավելում էլի ձեր տեխնացուի հետ կապված։ Տեխնացուի հետ կապված որևէ խնդիր չի բարձրացվել։ Հետաքրքրող հարցերը եղել են process-ի տարբեր փուլերի հետ կապված եւ այլ թեմա այս տեսանկյունից չի եղել, անջան ինչեր։ Այլ առաջարկ եղել է բացի այն, որ impeachment-ի գործընթացը, որ իրենց համար իրատեսական չէ անել այս պահին, ոչ թե այլ առաջարկ չի եղել, մեզ չի էլ ասվել, որ իրենք անիրատեսական են գործընթացը նայում։ Ես կարծում եմ, որ օդում կախված ներքաղաքական դաշտում կա երկու մոտեցում կամ երկու առաջարկ ընդդիմադիր ուժերից։ Մի առաջարկը մեծ առումով նախապատրաստվելն է 26-ի ընտրություններին, այսինքն սպասել եւ հասունացնել այդ process-ը հաջողություն ապահովելու համար, եւ մեր մոտեցումն է, որ մենք ասում ենք, որ այս պահին 26 թվականի ընտրությունները քննարկելու անհրաժեշտություն կամ տրամաբանություն չկա, որովհետեւ Հայաստանի գլխին կախված են այնպիսի սպառնալիքներ, որի պայմաններում յուրաքանչյուր շաբաթը կամ ամիսը մեծ խնդիրներ են պահանջում եւ մենք ներդնելու ենք մեր բոլոր հնարավորությունները, ով ինչքան ուզում է դրա հնարավորությունը գնահատի այս գործընթացի հաջողությունը ապահովելու։ Պարոն Աբրահամյան, դուք որ ասում եք կա երկրորդ տարբերակ, հա, ոչ ձեր տարբերակ, այսինքն սպասել գնալ դեպի ընտրություններ։ Դուք տպավորություն եք, որ Հայաստան դաշինքի տեսակետը դա է, այսինքն իրենք հակված են գնալ դեպի ընտրություններ եւ այս միջանկյալ պայքարին կողմ չեն։ Թեև իրենց դաշինքի առաջնորդն ասել է, որ մենք չենք էլ բացառում փողոցային պայքարը, բայց գիտեք, հուն հողի վրա տեղեկատվական քաղաքական դաշտում դրսևորվող այդ գործողությունները ըստ են տալիս, որ իրենց համար կա նախընտրելի ուղղություն, իրանք այս պայն անհստացության գործընթացի նկատմամբ որևէ լուրջ ռեսուրս ներդնելու ցանկություն չունեն, դրա հետ կապված նույնիսկ որակում է ունեցել դաշինքի ղեկավարի կողմից եւ այս տեսանկյունից մեծ առումով այդ ուղղության համախմբումը սպասելու եւ 26 թվականի լավ նախապատրաստություն ունենալու համար ըստ էության իրենց իջեցած քաղաքական մոտեցումը
օրի հետ կապված բնականաբար մեր տեսակետները չեն համընկնում։ Իսկ դուք փորձել եք բարձել այդ ստորագրությունները ինչ ձևաթղթի տակ են դրել, իրենց հետ կապ հաստատվել է, որ այս իրավիճակը, որը արդեն հրապարակային բանավեճի առիթ է ձեր եւ նրանց կողմնակիցների միջև դարձել, զուտ քաղաքական գործիչներով փորձել եք ճշտել։ Իրենք այդ հանդիպման վրա, չգիտեմ ով ինչա գրում, ինչա ասում, բայց այդ հանդիպան ժամանակ իրենք ասել են մենք պատրաստ ենք դա ավելի տենց կեսանելի ասեմ, սեյֆում ունենանք, մինչև դուք գաք եւ այդ process-ը մեկնարկեք, մենք կրկնում եմ, ասել ենք, որ ոչ միայն մեկնարկել ենք, այլ դրա երկրորդ քայլն ենք արել նաեւ տեխնացու առաջադրելով եւ ըստ տեսանկյունից մենք ստացել ենք միայն հավաստիացում։ Իսկ այդ տարբեր ցուցակները, որոնք հրապարակում են, կա ընդհանրապես մեկ նախագիծ, որտեղ հղումներն են, որտեղ մեր կողմից այդ առաջադրումն է, անվստահության գործընթաց սկսելու հետ կապված եւ որտեղ դրված է առայժմ 6 ստորագրություն։ Երբ որ մեր գործընկերները ցանկություն կունենան իրենց ասած հավաստիացումները առավել առարկայական արտահայտել, բնականաբար այդ 6-ը շարունակություն կունենա եւ կդառնա 30։ Այսինքն ձեզ հետ կապ չի հաստատվել, որպեսզի ձեր վերցրած ձևաթղթի տակ ստորագրություններ դրվեն Հայաստանից։ Երեք երկու խմբակցությունների հանդիպման ժամանակ խոսել ենք, ես դիրքորոշումը արտահայտվել է եւ դա դեռևս փոփոխության չի ենթարկվել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Պարոն Մարգարյանի ծննդյան օրվա հետ կապված նրա պետականամետ հասարակ գործունեության մասին մեր խմբակցության հետ կապում է Այլանդյանիկ Մարգարյանը մեր կուսակցության ակտիվություն մարդ է, ով բավականին հարուստ քաղաքական կենսագրություն ունի եւ ճանապարհ անցել։ Ավելին ասեմ, շատ-շատերը Անյանիկ Մարգարյանին ճանաչում են որպես հանրապետական հիմնադիրներից, հանրապետական առաջնորդած մարդու, բայց չպետք է մոռանալ, որ Անյանիկ Մարգարյանը նաեւ սովետական միության ժամանակահատվածում իսկ գործող ազգային միացյալ կուսակցության առաջամարտիկներից էր, որի հիման վրա նաեւ հետագայում ձևավորվեց հանրապետական կուսակցությունը, ազգային մարդ էր կյանքով, իր քաղաքական գործունեությամբ եւ այն քիչ կերպարներից է քաղաքականության մեջ լինող, ովքեր բոլոր կողմերի, բոլոր ճամբարների արգանքը վայելում էր եւ անկեղծ ասած նաեւ այսօրվա մեր իրադարձությունները հաշվի առնելով Անյանիկ Մարգարյանի նման մարդկանց տեղը այսօր շատ մտածել է։